Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը եւ ես ուզում եմ ասել, որ բարձր ենք գնահատում պարոն Զեյնալյանի մասնագիտական գիտելիքները, վիթխարի փորձառությունը այս ոլորտում եւ նաեւ անցած ճանապարհն ու պայքարը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության համար։ Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվող անձը պիտի ոչ միայն ունենա անհրաժեշտ պահանջվող մասնագիտական գիտելիքները, որը իհարկե չափազանց կարևոր է, բայց նաև պիտի ունենա այն արժեքային համակարգը, անցած ճանապարհը եւ կենսագրությունը, որը այդ մասնագիտական գիտելիքներին տալիս է ավելի մեծ համատեքստ եւ այդ բարձրագույն ուրեմն բարձր դատարանի որոշում կայացնող դատավորի ընդհանուր ուրեմն պատկերի մեջ ունի վճռական նշանակություն։ Պարոն Զեյնալյան, ձեզ ճանաչում եմ ես արդեն 2017 թվականից, այստեղ կան մարդիկ, որ ձեզ շատ ավելի շուտվանից են ճանաչում եւ բոլորի հետ, երբ որ զրուցելու առիթ է եղել ձեր մասին, մշտապես մենք արձանագրել ենք ձեր բարձր մարդկային որակները, խոհեմությունը, ինչը որ չափազանց կարևոր հատկանիշ է այն պաշտոնի համար, որի համար դուք այսօր առաջադրվել եք եւ ուզում եմ ասել, որ մենք մեծ վստահություն ունենք թե ձեր մասնագիտական կարողությունների եւ թե ձեր արժեքային համակարգի նկատմամբ, ինչը այս դեպքում չափազանց կարևոր է։ Եվ ընդամենը 1-2 արձագանք պարոն Մինասյանի եւ մյուս գործընկերների խիստ բարեպաշտ ելույթներին, հարգելի գործընկերներ, ես չեմ դադարի ասել, որ դուք խայտառակ երեսպաշտ եւ կեղծ բարեպաշտ մարդիկ եք, որովհետեւ ինչ է նշանակում կաթողիկոսի անձնական կյանքի պաշտպանության իրավունքի մասին խոսել։ Լավը չեք ասում, դուք խախտել եք Կտրիչ Ներսիսյանի ամուսնաընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Այդ մարդը չի կարող ունենա ընտանիք։ Անձնական կյանքին իմաստով, որ դուք ասում եք, ինքը ուղղակի չի կարող ունենա, եւ դա այդ կանոնագրքի, դա եկեղեցու սահմանադրության դրույթ է։ Այսինքն ինքը հակասահմանադրական կարգավիճակում է հիմա գտնվում եկեղեցու կանոնագրքի տրամաբանությամբ։ Կամ որ դուք ասում եք, դե լավ, հիմա դա ինչ խնդիր կա, որ մի մտեք ուրեմն Կտրիչ Ներսիսյանի անձնական կյանքի դաշտ, բա լավ, բայց եթե այդքան առաքինի բարոյական եք, բախեք ամեն օր մտնում վարչապետի ամուսնաընտանեկան հարաբերությունների իրավական process-ների մեջ։ Այն դեպքում, երբ որ վարչապետը ոչ մի բարոյական, ոչ մի իրավական նորմ չի խախտել։ Բա դուք, որ այդտեղ նստած եք, ձեր նման մի քանի հոգի կան, գալիս եք այս ամբիոնից ճամարտակում եք ամեն անգամ վարչապետի եւ իր տիկնոջ ամուսնության իրավական բանի հանգամանքների շուրջ խոսում եք։ Բայց այդ ժամանակ չեք հիշում, որ չի կարելի մտնել երկրի ղեկավարի անձնական կյանքի տիրույթ։ Իսկ երբ որ խոսքը վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, որի սքեմի տակ բոլորդ ծվարած եք, բոլորդ, այդ սքեմի տակ տակուկ ծվարած ինչ որ բաներ եք թաքցնում, այդ թվում ձեր սեփական սրբապղծությունը։ Եկել եք ասում եք բանա, անձնական կյանքի իրավունք։ Ում եք էշի տեղ դրել։ Եթե որոշել եք ձեզ դնել էշի տեղ, շատ լավ, դրեք, ինչքան ինչի տեղ ուզում եք, ձեզ դրեք։ Բայց պետք չի մարդկանց եւ հասարակության այս աստիճան չհարգել ու գալ բան խոսալ։ Կամ եկել ասում եք բան, բարերարների, եկեղեցու եւ բարերարների բանը հետևից են ընկել եւ այլն։ Այդ բարերարությունը կառուցել եք անարդարության եւ աղքատության վրա, որ մարդկանց պահեք բարերարից փող ակնկալողի կարգավիճակում։ Այ հենց էսա փոխվել էս երկրում, դրա համար չեք հանգստանում, եւ չեք էլ հանգստանալու, որովհետեւ մինչեւ վերջին կոպեկը թալանչիները վերադարձնելու են, որովհետեւ բոլոր այդ կեղծիքը, այդ համակարգը, որը որ այդ արյունարբու համակարգը, որ իրար հետ ստեղծել եք, եւ ինքնակատարելագործվող այդ համակարգի ներքո այս ժողովրդին պահել եք տասնամյակներով աղքատության բեռի տակ ջարդ ու փշուրա լինելու։ Եվ այդ արանքում լսվելու է իհարկե ձեր բանը, ձեր այս իրականության հետ կապ չունեցող ելույթները, բարոյականության
դատարկ բարոյականության եւ բարեպաշտության կեղծ խոսակցությունները, որ գալիս եք այստեղ բան եք անում, սփռում եք իլուր աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության։ Հարգելի գործընկերներ, մենք իհարկե այս հարցերի քննարկումը դեռ շարունակելու ենք, որովհետեւ ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ այս մարդկանց խնդրը, բարձրաստիճան հոգեվարականության խնդրը իրական Հայաստանի հայեցակարգի հետ է։ Որովհետև այդ իրական Հայաստանում այդ սքեմի տակից բոլորը պետքա դուրս գան։ Խավարասերների պես այդ սքեմի տակ մտել են, որպեսզի թաքցնեն բոլորից իշկա-չկա։ Այդ սքեմի տակից բոլորը դուրս է գալու։ Եվ պետությունն ու քաղաքացին խոշորացույցով տենալու է, թե ով ինչով է զբաղված։ Ով ինչով է զբաղված, ով ինչ անառակությամբ է զբաղված։ Քաղաքական անառակությամբ, ընդդիմադիր անառակությամբ եւ այդ ձեր կեղծ բարեպաշտության քողը պատրվելու է, այդ ծխածածկույթը չի լինելու այլևս։ Ինչքան էլ ուզում եք բողոքեք, ինչքան էլ ուզում եք բան արեք, բայղուշությամբ զբաղվեք, միևնույնն է գնացքը արդեն գնացել է եւ այս գործընթացը հետդարձի ճանապարհ այլևս չի ունենալու։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը անշրջելի է եւ ժողովրդի իշխանությունը հաստատուն է։ Շնորհակալություն։